Բաքվից վերադարձած հայ փորձագետները պատմում են, որ ինչպես իրենց ադրբեջանցի գործընկերները Երևանում, իրենք էլ Բաքվում են իրենց անվտանգ զգացել։ Այցի ընթացքում առանցքային է եղել հանդիպումը Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի հետ, որը հստակ ուղերձ է հղել հայ հանրությանը։ Մի քանի ուղերձ, որ մեր հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնականի հետ ինքը խնդրել է, որպեսզի մենք փոխանցենք Հայաստանի հասարակությանը, առաջինը այն է, որ ուրեմն պատերազմը ավարտվել է, Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, որ կոնֆլիկտը ավարտվել է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը իրենց համար ավարտված է, որ իրենք ուզում են այս չպատերազմ վիճակից կառուցեն խաղաղություն եւ գնան դեպի խաղաղություն, Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի։ Սակայն հաշտեցման ճանապարհը լի է խոչընդոտներով։ Փորձագետներն ընդունում են, որ տասնամյակներով կուտակված անվստահությունն ու վիրավորանքը մեկ օրում չեն անհետանալու։ Երբ որ ադրբեջանցի փորձագետներն ու քաղաքասարակության ներկայացուցիչներն էին Հայաստանում, մենք տեսանք իրենց նկատմամբ, այսպես իրենց նախկին հայտարարությունների, իրենց նախկին ելույթների, իրենց նախկին գործողությունների վերհանում եւ դրանց հրապարակայնացում ասում, այս մարդիկ են խաղաղության կառուցողը, ես ուզում եմ ասել, որ նույն բանը եղավ նաեւ մեր հանդեպ Ադրբեջանում, այսինքն երբ որ մեր նախկին հայտարարությունները, պատերազմի օրերին արած հայտարարությունները, պատերազմի օրերին արած գործողություններն էին, այսպես տարբեր ադրբեջանական լրատվականներով եւ տելեգրամ ալիքներով շրջանառում, ասում, այս մարդիկ են եկել մեր հետ խաղաղություն կառուցելու, ու սա գիտեք բնական ֆենոմեն է։ Քոչինյանի հիշեցրած դեպքը Երևանյան այցի ժամանակ այստեղ եկած կնոջ մասին է, որը որպես ակտիվիստ էր մասնակցում Արցախի շրջափակմանը, եւ դա մեծ աղմուկ էր բարձրացրել։ Այդ մասին Ռիոփն հարցրել էր Հայաստան եկած ադրբեջանցիներից մեկին։ Նախ հայտնենք, որ ադրբեջանական կողմը Հայաստանից ժամանած պատվիրակությանը որևէ կերպ չի միջամտել, եւ միևնույն ժամանակ Հայաստանի կողմը նույնպես չի միջամտել Ադրբեջանից եկող պատվիրակության կազմին։ Տիկին Դիլարան տասնյակ տարիներ եղել է Հայաստան-Ադրբեջան երկխոսության հարթակների մասնակից։ Նա քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչ է եւ այդ ուղղությամբ շատ մեծ փորձ ունեցող անձ։ Նա ակտիվ դեր է ունեցել Ղարաբաղի հայերի վերաինտեգրման գործընթացում։ Հաջիևի հետ քննարկել են նաև հայ գերիների հարցը, բայց տեսակցելը իրենց համար առաջնահերթություն չի եղել։ Նաիրա Սուլթանյանի խոսքով ոչ մի սահմանափակում չի եղել, որ այս հարցը չբարձրացնեն։ Միջազգային կառույցներում եւս շարունակելու են խոսել այդ մասին։ Ադրբեջանական կողմի հետ ուղիղ այս թեմայով խոսելը մեզ համար նոր վիճակ էր, կարելի է ասել, հատկապես պարոն Հաջիևի առջև նստած, եւ մենք փորձեցինք մեր խոսքը ձևակերպել դիվանագիտորեն եւ հիմնավորել նրբանկատորեն, որպիսի արդյունքում կողմերի միջև առաջանա այսպես վստահության եւ փոխադարձ ընկալման զգացողություն, ինչի հետևանքով էլ հույս ունենք, որ այս խնդիրները ավելի արագ կլուծվեն։ Ցավով պիտի ասեմ, որ հստակ եւ կոնկրետ պատասխան չենք ստացել թվի, մարդկանց անունների եւ այլն, բայց այստեղ Հայաստանի իշխանություններն են մեզ հավաստիացրել, որ շարունակաբար ջանքեր են կիրառում, պարոն Հաջիևն էլ իր հերթին մեզ հավաստիացրեց, վստահեցրեց, որ շատ ակտիվ բանակցային գործընթաց ընթանում է։ Հայ եւ ադրբեջանցի փորձագետները Բաքվում քննարկել են նաեւ հանրային մակարդակում զգայուն հարցերը, տեղանունների խնդիրը։ Հայկական կողմը հատկապես պարոն Հաջիևի հետ հանդիպմանը բարձրացրել է տարբեր գրգռիչ գործոնների չեզոքացման խնդիրը, այսինքն դրանցից է օրինակ ադրբեջանական տարբեր մակարդակի պաշտոնյաների կողմից երբեմն սադրիչ, երբեմն խնդրահարույց հռետորաբանության բառակազմի կիրառումը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերաբերյալ խոսելիս, միևնույն ժամանակ ադրբեջանական մեդիաներում մենք պարբերաբար հանդիպում ենք տեղանունների խնդրին։ Վերջին նման օրինակը Ազերտ Հաջիի հրապարակումն էր ռուսալեզու, որտեղ Երևանը Իրևան էր գրվել։ Այս հարցը հենց կոնկրետ օրինակով ներկայացվեց եւ ադրբեջանական կողմը առնվազն համաձայն է այն գաղափարի հետ, որ այո, պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել այս խնդրին։ Չնայած դժվարություններին փորձագետները կարծում են, որ երկխոսությունը մտել է նոր, ավելի կառուցողական փուլ։ Եթե Երևանյան հանդիպման ժամանակ մենք համոզվեցինք, որ մենք իրար հասկանում ենք, այս Բաքվի այցելության ընթացքում մենք համոզվեցինք, որ ինչ որ մենք խոսում ենք, տեղ է հասնում։ Անկախ նրանից, թե ինչպիսի արձագանք է գտնում, կան հարցեր, որտեղ արձագանքը ակնհայտ է եւ դրական է, կան հարցեր եւ Նաիրան ներկայացրեց, որոնք ընթացքում են, եւ միգուցե կան հարցեր, որտեղ մենք համաձայնության չենք հասնում։ Դա բնական է այդպիսի բարդ գործընթացում, ինչպիսին հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացումն է։
Այցի օրակարգը ներառել է ինչպես գործնական, այնպես էլ մշակութային եւ խորհրդանշական բնույթի հանդիպումներ։ Պատվիրակությունն այցելել է Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ շրջայց անցկացվել է հայերենով, ինչպես նաեւ կարճ չնախատեսված զրույց ունեցել իրենց հայերեն ողջունած Բաքվի բնակիչների հետ։ Վերջերս անցկացված հարցումը ցույց է տվել, որ Ադրբեջանի բնակիչների 69%-ից ավելին չի հավատում կայուն խաղաղության հնարավորությանը, կարծիքները սակայն միանշանակ չեն։ Ես հավատում եմ դրան, գուցե, բայց չեմ կարծում, թե հայերը երբևէ մեզ հետ բարեկամներ կլինեն։ Ես հավատում եմ դրան, մենք մոռացկոտ ժողովուրդ ենք, այդ պատճառով հավատում եմ, որ նրանք կմոռանան, առաջ կշարժվեն եւ նորից միասին մեզ հետ խաղաղ կապրեն։ Հայերն ու ադրբեջանցիները երբեք չեն կարող միասին ապրել, այս ազգը երբեք չի հրաժարվում հայերի հանդեպ իր ատելությունից, երկու երկրների միջև այսպես կոչված բարեկամության պայմանավորվածությունները պարզապես սուտ են։ Եթե նրանք հրաժարվեն իրենց պահանջներից, իհարկե, ես կհավատամ այս խաղաղությանը։ Ես հավատում եմ, որ խաղաղություն կլինի, բայց հարաբերությունները դեռ լիովին պարզ չեն, այնպես որ մենք ստիպված կլինենք սպասել մոտ 5 տարի, գուցե նույնիսկ մինչև 10 տարի, որպեսզի իսկապես իմանանք, դա լավ ուղղությամբ է գնում, թե ոչ։ Նրանց ստիպում են դա անել, այնպես չէ, որ նրանք կամավոր խաղաղություն են ուզում, նրանք այլընտրանք չունեին։ Ամեն դեպքում ես ուզում եմ հավատալ դրան եւ հավատում եմ, բայց միայն ժամանակը ցույց կտա, թե իրականում ինչպես կդասավորվեն ամեն ինչը։ Իսկ ինչ տրամադրություններ են Հայաստանում։ Մենք փորձեցինք պարզել, թե ինչպես են խաղաղության հեռանկարին վերաբերվում Երևանի փողոցներում։ Հավատում եք, որ Ադրբեջանի հետ հնարավոր է հասնել խաղաղության։ Բացառված։ Ազիզյան ինձ չի է դարքրում։ Ինձ արդեն ոչինչ չի դարքրում այս ռեսպուբլիկայում։ Երևի կամաց ժողովրդի մեջ, եթե Ադրբեջանն էլ մի քիչ ուղղվի, հակահայկական բան, ագիտացիա չանի, ինձ թվում է կհասնենք դրան, առաջ ոնց ենք ապրել։ Ես չեմ հավատում։ Ես չեմ հավատում։ Ադրբեջանին ազգը չի, որ մեր խաղաղությունը կխափի ամեն ինչով։ Սուտ խոսող ազգ է դա։ Դերակեմ ոչ թե խաղաղության, այլ ինչ-որ գործընթացներ ա եղել պետական մասշտաբով։ Էդի հարու թվից էլ տենում ենք։ Սպասելիքներ չունեմ ընդհանրապես։ Համոզված չեմ էլի, որ խաղաղությունը կպահպանվի էլի այդպես երկար։ Առանձնապես տենց կարևոր նշանակություն ունեցող փաստահշտումները միշտ էլ լավ են, ում հետ ուզում լինի։ Ոչ մի անգամ ցավը տանեմ, թուրքը քեզ կոտորել է, եկավ նորից կոտորեց, հնարավոր է դրանց հետ բարեկամություն անել։ Իդեպ, քաղաքական գործընթացներին զուգահեռ հանգստյան օրերին համացանցում լայն տարածում գտավ մի տեսանյութ։ Ղազախստանում անցկացվող Silkway Star երաժշտական նախագծի եզրափակչում Ադրբեջանը ներկայացնող ժյուրիի անդամ Սաֆիրա Էֆենդին առավելագույն 12 միավոր շնորհեց Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանին։ Ուզում եմ ամբողջ աշխարհում լինի խաղաղություն, այդ իսկ պատճառով Հայաստանին տալիս եմ 12 միավոր, ի նշան խաղաղության։ Գնահատականին հաջորդեց երկու արտիստների ջերմ գրկախառնությունը, որը սոցցանցերում ողջունվեց որպես արվեստի միավոր ուղուժի եւ մշակութային երկխոսության խորհրդանիշ։ Աննա Հարությունյան, Զիանա Կարապետյան, Մերի Դանիելյան, Էդգար Գուլոյան, Reopen Media։